քվեաթերթիկներից 2021 թվականին 4593 քվեաթերթիկ եւ 2018 թվականին 4706 քվեաթերթիկ։ Խնդրում եմ ապահովել անվավեր քվեաթերթիկների վերահաշվարկը։ Միաժամանակ պահանջում ենք անվավեր ճանաչել 12 կոտորակ 13 ընտրատեղամասի արդյունքները, հաշվի առնելով, որ բազմաթիվ ահազանգերի արդյունքում արձանագրում են եղել, որ 8 համարի ազգային ժողովրդավարական բևեռ համայնքական կուսակցության քվեաթերթիկը տեղադրված չի եղել քվեաթերթիկների սեղանին եւ չի տրամադրվել ընտրողներին։ Նույն օրը 2026 թվականի հունիսի 9-ին Դումակույն տեղեկացվել է, որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է այն ընտրական հանձնաժողովը, որի իրավասության սահմաններում է ներկայացված դիմումով բարձրացված հարցի լուծումը։ Մասնավորապես, ընտրական օրենսգիրքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասությամբ սահմանվում է. Դիմողը դիմումը հասցեագրում է այն ընտրական հանձնաժողովում, որի իրավասության սահմաններում է բարձրացված հարցի լուծումը։ Դիմումով ներկայացվել է թիվ 12 կոտորակ 13 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու եւ անվավեր քվեաթերթիկները վերահաշվարկելու պահանջ։ Դիմումը ներկայացվել է կենտրոնական ընտրական հանձնաժողով, այնինչ հիմք ընդունելով ընտրական օրենսգիրքի 48-րդ հոդվածի 14-րդ մասի առաջին պարբերության կանոնակարգումները, որոնց համաձայն ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու դիմում կարող է ներկայացվել միայն համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով իրավասու անձի կողմից։ Քվեարկության հաջորդ օրը ժամը 12:00-ից մինչև 18:00 կամ քվեարկությունից հետո երկրորդ օրը ժամը 9:00-ից մինչև 11:00։ Այսինքն դիմումը պետք է ներկայացել միայն թիվ 12 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։ Ընտրական օրենսգիրքի 50-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ պարբերության համաձայն ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում կարող է ներկայացվել միայն համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով քվեարկության հաջորդ օրը ժամը 12:00-ից մինչև 18:00 կամ քվեարկությունից հետո երկրորդ օրը ժամը 9:00-ից մինչև ժամը 11:00։ Այնուհանդերձ թիվ 12 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սեփական նախաձեռնությամբ 2026 թվականի հունիսի 19-ին սեփական նախաձեռնությամբ թիվ 12 կոտորակ 13 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու մասին թիվ 14-ա որոշմամբ անվավեր է ճանաչել Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների կազմակերպման և անցկացման նպատակով թիվ 12 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում կազմավորված թիվ 12 կոտորակ 13 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները։ Թիվ 12 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 12-ի սեփական նախաձեռնությամբ թիվ 12 կոտորակ 13 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու մասին 14-ա որոշումը վարչական կամ դատական կարգով չի բողոքարկվել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2026 թվականի հունիսի 11-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սեփական նախաձեռնությամբ թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 11-ի թիվ 10-ա որոշումը վերանայելու մասին 254-ա որոշմամբ անվավեր է ճանաչել թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 11-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ին կայացած հերթական ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյաններում քվեարկության օրը արձանագրված խախտումների վերաբերյալ թիվ 10-ա որոշումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների կազմակերպման և անցկացման նպատակով թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում կազմավորված տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյաններում քվեարկության նախորդ և քվեարկության օրը հունիսի 7-ին արձանագրված խախտումները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ քվեարկության արդյունքների վրա թիվ 35 կոտորակ 65 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների մասով և նույն որոշման երկրորդ կետով անվավեր է ճանաչել Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների կազմակերպման և անցկացման նպատակով թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում կազմավորված թիվ 35 կոտորած 65 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2026 թվականի հունիսի 11-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սեփական նախաձեռնությամբ թիվ 10 ընտրատասկեն ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 11-ի թիվ 8 որոշումը վերանայելու մասին թիվ 255 որոշմամբ անվավեր է ճանաչել թիվ 10 ընտրատասկեն ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 11-ի Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրության տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրը արձանագրված խախտումների վերաբերյալ թիվ 8 որոշումը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների կազմակերպման եւ անցկացման նպատակով թիվ 10 ընտրատասկեն ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում կազմավորված տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրը 07/06/2026 թվականին արձանագրված խախտումների վերաբերյալ գնահատականները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ քվեարկության արդյունքների վրա թիվ 10 կոտրակ 51 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների մասով եւ նույն որոշման երկրորդ կետով անվավեր է ճանաչել ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների կազմակերպման եւ անցկացման նպատակով թիվ 10 ընտրատասկեն ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում կազմավորված թիվ 10 կոտրակ 51 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները։ Տիկին Տոնյան, մենք կենտրոնական հանձնաժողովին նիստում ենք եւ այս պահին դուք արտահայտելու իրավունք չեք ստացել։ Երբ որ ձեզ ըստ կենտրոնական հանձնաժողովի կանոնակարգի նախագահը կտրամադրի նման հնարավորություն տիկին Տոնյան։ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 72-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերի համաձայն ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր ճանաչել դեպքում այդ տեղամասում քվեարկության մասնակիցների թիվը արձանագրվում է որպես տեղամասում անճշտությունների գումարային չափ։ Քվեարկության արդյունքների արձանագրությունը կազմելիս մնացած տեղամասի քվեարկության արդյունքների համապատասխանաբար գումարվում է քվեարկության արդյունքները անվավեր ճանաչված տեղամասի քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը քվեարկության արդյունքները անվավեր ճանաչված ընտրական տեղամասի արձանագրության մյուս արդյունքները թվերը բացառությամբ անճշտությունների չափի արձանագրվում են 0։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 11/06/2026 թվականի 254A, 255A եւ թիվ 12 ընտրատասկային ընտրական հանձնաժողովի 14A որոշումներով ապահովել են նաեւ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 72-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասով պահանջների կատարումը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2026 թվականի հունիսի 11-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սեփական նախաձեռնությամբ թիվ 35 ընտրատասկեն ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 11-ի 10 որոշումը վերանայելու մասին 254 որոշումը բողոքարկվել է դատական կարգով եւ ՀՀ վարչական դատարանի 2026 թվականի հունիսի 13-ի ՎԴ կոտորակ 9914 կոտորակ 05 կոտորակ 26 գործով կայացված դատական ակտով Վարգարաճ Հայաստան կուսակցության հայցը ընդդեմ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 3-րդ անձին քաղաքացիական պայմանագրի կուսակցություն Հայաստան Դաշինք, Ուժեղ Հայաստան Դաշինք 11/06/2026 թվականի թիվ 254A որոշումը անվավեր ճանաչելու վերացնելու պահանջի մասին մերժվել է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2026 թվականի հունիսի 11-ի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սեփական նախաձեռնությամբ թիվ 10 ընտրատասկեն ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 11-ի թիվ 8 որոշումը վերանայելու մասին 255 որոշումը բողոքարկվել է դատական կարգով եւ ՀՀ վարչական դատարանի 2026 թվականի հունիսի 13-ին ՎԴ կոտորակ 9915 կոտորակ 05 կոտորակ 26 համարի գործով կայացված դատական ակտով Վարգարաճ Հայաստան կուսակցության հայցը ընդդեմ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 3-րդ անձի Ուժեղ Հայաստան Դաշինք քաղաքացիական պայմանագրի կուսակցություն Հայաստան Դաշինք 11/06/2026 թվականի թիվ 255 որոշումը անվավեր ճանաչելու պահանջի մասին մերժվել է։
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 53-րդ հոդվածի առաջին մասի համաձայն ընտրությունին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված տեխնացում կամ համայնքի ղեկավարի կամ ավականու անդամի տեխնացում կամ վստահված անձ է, եթե նրանք ներկա են եղել ընտրական տեղամասին քվեարկության արդյունքների ամփոփմանը, ինչպես նաև տեղամասի ընտրական հանձնաժողովի անդամը իրավունք ունեն սույն օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում բողոքարկելու տվյալ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելով ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին դիմում։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները առաջին հերթին վերահաշվարկել են այն ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները, որոնց վերաբերյալ իրավասու սուբյեկտների կողմից սահմանված կարգով եւ ժամկետներում ներկայացվել են վերահաշվարկի դիմում։ Թվով 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին ներկայացվել է վերահաշվարկի 30 նման դիմում։ Սահմանված ժամկետում եւ կարգով իրավասու սուբյեկտի կողմից ներկայացված դիմումներով իրականացվել է վերահաշվարկ, այլ դեպքերում վերահաշվարկի պահանջով դիմումները մերժվել են, սակայն այլ դեպքերում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ իրականացնել են համապատասխան ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկ։ Թվով 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները երրորդ հերթին վերահաշվարկել են վիճակականությամբ ընտրված ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները։ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի առաջին եւ 8-րդ մասերով վերապահված լիազորությունների շրջանակներում կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2026 թվականի հունիսի 10-ի ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկ իրականացնելու պահանջի մասին թիվ 249A որոշմամբ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից պահանջել է իրականացնել ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկ, մասնավորապես արձանագրված վավեր եւ անվավեր քվեաթերթիկների գումարի թիվը պակաս է արձանագրված մասնակիցների թվից, նշված հիմքով վերահաշվարկել են թվով 19 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքներ, անճշտությունների թիվը գերազանցում է 4-ը, նշված հիմքով վերահաշվարկվել են թվով 11 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներ, անվավեր քվեաթերթիկների թիվը գերազանցում է այլ ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների արձանագրություններում արձանագրված անվավեր քվեաթերթիկների միջինացված ցուցանիշը, այս հիմքով վերահաշվարկվել են թվով 4 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներ։ Վերահաշվարկել են նաև թվով 32 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքները, որոնց վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացած դիմումներով արտահայտվել են մտահոգություններ եւ կասկածներ ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների սխալ ամփոփման վերաբերյալ։ Թվով 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները երրորդ հերթին վերահաշվարկել են վիճակականությամբ ընտրված ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները։ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի առաջին եւ 8-րդ մասերով վերապահված լիազորությունների շրջանակներում կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2026 թվականի հունիսի 10-ի ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկ իրականացնելու պահանջի մասին 249A որոշմամբ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից պահանջել է իրականացնել ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկ, մասնավորապես արձանագրված վավեր վերահաշվարկել են նաև թվով 32 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքները, որոնց վերաբերյալ ներկայացնեմ ուղղակի թե յուրաքանչյուր ընտրատարածքային ընտրական հանձնաժողով քանի տեղամասում է վերահաշվարկ իրականացրել։ Եվ այսպես թիվ 1 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում ձևավորված ընդհանուր թվով 23 ընտրական հանձնաժողովներից 22-ում իրականացվել են ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկ։ Թիվ 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում ձևավորված 57 ընտրական հանձնաժողովներից 28-ում իրականացվել են վերահաշվարկ։ Թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում ձևավորված 32 ընտրական հանձնաժողովներից 8-ում է իրականացվել վերահաշվարկ։ Թիվ 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում ձևավորված 54 ընտրական հանձնաժողովներից 39-ում։ Թիվ 5 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում ձևավորված բոլոր 19 տեղամասերում։ Թիվ 6 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում բոլոր 52 տեղամասերում։ Թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում ձևավորված 60
ընտրական հանձնաժողովներից 43-ում, թիվը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում ձևավորված բոլոր 63 ընտրական տեղամասերում, թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում ձևավորված 61 ընտրական հանձնաժողովներից 14-ում, թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում ձևավորված 57 ընտրական հանձնաժողովներից 31-ում։ Ես այստեղ շարունակում եմ թվարկումը, եթե դեմ չեք, ես ուղղակի ամփոփեմ ընդհանուր վերահաշվարկված տեղամասերի թիվը, ընդհանուր վերահաշվարկվել է 637 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներ։ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենքի 67-րդ հոդվածի 14-րդ մասի համաձայն, եթե հանձնաժողովի անդամը վստահված անձը կամ դիտորդը համարում են, որ քվեարկության նախորդ օրը եւ քվեարկության օրը նախապատրաստման, քվեարկության եւ արդյունքների ամփոփման ընթացքում կատարվել է սույն օրենսգրքով նախատեսված կարգի խախտում, ապա իրավունք ունեն պահանջելու, որ իրենց գնահատականը արձանագրի տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանը։ Նույն օրենսգրքի 73-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն ազգային ժողովի Երևանի ավականու ընտրությունների ժամանակ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքների ամփոփման վերաբերյալ արձանագրություն չի կազմում, քվեարկության արդյունքների վերահաշվարկի համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում ուսումնասիրում է տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրը արձանագրված խախտումները, ուսումնասիրության արդյունքներն ամփոփում է հանձնաժողովի նիստում եւ այդ մասին ընդունած որոշումը ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Թվով 2005 տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններից միայն թվով 607 տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյաններում կատարվել են թվով 1218 գրառումներ, իսկ 1398 տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում որևէ գրառում առկա չէ։ Բոլոր 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները կայացրել են որոշումներ տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրը արձանագրված խախտումների վերաբերյալ, որոնցով ամրագրվել է, որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններում համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում կազմավորված տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրը 07/06/2026 թվականի արձանագրված խախտումների վերաբերյալ գնահատականները, որևէ ազդեցություն չեն ունեցել քվեարկության արդյունքների վրա, մեկ բացառությամբ թիվ 12 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 12-ի թիվ 13 որոշմամբ արձանագրվել է, որ թիվ 12 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում կազմավորված տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրը 07/06/2026 թվականին արձանագրված խախտումների վերաբերյալ գնահատականները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ քվեարկության արդյունքների վրա, բացառությամբ թիվ 12 կտորակ 13 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների։ Թիվ 12 կտորակ 13 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները թիվ 12 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 12/06/2026 թվականի թիվ 14-ա որոշմամբ ճանաչվել են անվավեր։ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն ընտրության արդյունքների անվավեր ճանաչելու մասին դիմումը ընտրությունների արդյունքների ամփոփող ընտրական հանձնաժողով կարող է ներկայացնել ընտրության արդյունքները ամփոփելու համար սույն օրենսգրքով սահմանված համապատասխան ժամկետից առնվազն 2 օր առաջ, մինչև ժամը 18:00։ Ընտրությունների անվավեր ճանաչելու մասին դիմումների քննարկումը կատարվում է ընտրությունների արդյունքների ամփոփման շրջանակում եւ դրանց վերաբերյալ առանձին որոշում չի կայացվում։